Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Միաժամանակյա պայթյուններ Հնդկաստանի եւ Պակիստանի մայրաքաղաքներում։ Հետաքրքիր է, որ զոհերի թիվն էլ գրեթե նույնն է։ Ակնհայտ է, որ ինչ-որ երրորդ ուժ ցանկանում է կրկին պայթեցնել տարածաշրջանը։ Ցանկանում է, որ Հնդկաստանը եւ Պակիստանը կրկին բախվեն, քանզի իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար անհրաժեշտ է, որ տարածաշրջանը լինի անհանգիստ։ Իսկ ինչու են երկու երկրների մայրաքաղաքներում միաժամանակ պայթյուններ տեղի ունենում։ Բնականաբար, որպեսզի մեկը մյուսին մեղադրի այդ պայթյուններն իրականացնելու մեջ, ահաբեկչություն իրականացնելու մեջ եւ հույզերի տակ կամ տրվելով համաժողովրդական պահանջին ինչ որ գործողություններ սկսի հարևան պետության դեմ, նրան մեղադրելով իր երկրի տարածքում ահաբեկչություն անելու մեջ։ Բայց այս անգամ կարծես հաշվարկները սխալ դուրս եկան։ Ես հիշեցնեմ, որ պատմությունը մի քանի այդպիսի օրինակ մեզ ցույց է տալիս, թե ինչպես են երկու իրար հետ շատ բարդ հարաբերություն ունեցող ժողովուրդներին բախման տարել, միաժամանակ երկու հատվածներում իրականացնելով ահաբեկչություններ կամ այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք հանգեցրել են երկու ժողովուրդների բախման։ Նման դեպք ժամանակին եղավ Ղրղըզստանի հարավում, Օշում, երբ ուզբեկների եւ ղրղըզների խիտ բնակեցված հատվածներում սկսեցին ագիտացիա իրականացնել, հանգեցնելով նրան, որ տեղի ունեցավ բախում երկու ժողովուրդների միջև։ Չնայած միջև վերջել այդպես էլ չհասկացան, թե իրականում ինչն էր պատճառը եւ իրականում ով հրահարեց այդ ամենը, բայց այն, որ պետք է տարածաշրջանը ապակայունացնել, սրանում կարծում եմ ոչ ոք կասկած չունի։ Հիմա նույնը Հնդկաստանի եւ Պակիստանի հետ կապված։ Հնդկա-պակիստանյան կոնֆլիկտը վերջին կոնֆլիկտը շատ կարճ տևեց, ինչը երևի չի տեղավորվում որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի շրջանակներում։ Նրանք ցանկանում են անպայման կոնֆլիկտը զարգացնել, որպեսզի այն ընդգրկի նաև հարևան պետություններ։ Վստահ ենք, որ թիրախներից մեկը Աֆղանստանն է։ Թալիբները հրաժարվում են Բագրամ ավիաբազան տրամադրել Միացյալ Նահանգներին, եւ Միացյալ Նահանգները ամեն ինչ պետք է անի հարաբերությունները նրանց միջև սրելու եւ ռազմական գործողություններ հրահրելու համար։ Վերջին շրջանում սրվել են Պակիստան-Աֆղանստան հարաբերությունները։ Հետևաբար Պակիստանի քաղաքացիները եւ ղեկավարությունը կարող են նաեւ կարծել, որ թալիբներն են այդ ահաբեկչության հեղինակը։ Իհարկե այդպես կլիներ, եթե նույն ժամանակ Հնդկաստանում Դելիում տեղի չունենար ահաբեկչություն։ Նշանակում է շանսերը բացահայտելու իրական պատվիրատուին ըստ էության ավելի են մեծանում, քանզի ակնհայտ է դառնում, որ սա աշխարհաքաղաքական կենտրոնից կատարված գործողություն է եւ կայացված որոշում։ Խնդիրը շատ պարզ է։ Հնդկա-պակիստանյան կոնֆլիկտը բորբոքել ներգրավելով հարևան երկրներին եւ Աֆղանստանին եւ Չինաստանին, հաշվի առնելով Պակիստան-Չինաստան բավականին ջերմ ռազմատեխնիկական համագործակցության պատմությունը եւ ջերմ հարաբերությունները եւ հաշվի առնելով Հնդկաստան-Չինաստան տարածքային խնդիրները եւ բավականին սառը հարաբերությունները, ինչը չնայած վերջին տարիներին բավականին ջերմացել են BRICS կազմակերպության ստեղծմամբ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում։ Բայց կարծում ենք այս անգամ աշխարհաքաղաքական կենտրոնի հաշվարկները կարծես սխալ դուրս եկան։ Պակիստանը եւ Հնդկաստանը նախանձելի զսպվածություն ցուցաբերեցին եւ դեռևս չեն շտապում կոնկրետ անպագորգոր հայտարարություններ անել մեղադրելով մեկը մյուսին։ Նրանք սպասում են հասկանալու համար, թե որն է լինելու հաջորդ քայլը, ինչպիսի հայտարարություններ են արվելու սրա հետ կապված եւ դրանով պայմանավորված ինչպիսին պետք է լինի իրենց պատասխանը։ Բայց այս բանը ֆիքսենք ամենից կարևորը։ Երկու երկրները չեն գնում ռազմական գործողությունների վերսկսման մեկը մյուսի հետ, քանզի շատ լավ հասկանում են, որ եւ Պակիստանին եւ Հնդկաստանին գոնե այս բանը պետք չէր ահաբեկչություն իրականացնել միմյանց մայրաքաղաքներում, քանզի ռազմական գործողություններ սկսելու շատ ավելի լուրջ պատրվակներ երկու պետություններն ունեն եւ դա կարող էին անել նաեւ առանց խաղաղ բնակչության շրջանում զոհեր տարածելու եւ առանց ահաբեկչական գործողություններ իրականացնելու։ Սպասենք տեսնենք, թե այս տարածաշրջանում իրավիճակը ինչպես է զարգանալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Վենեսուելայի հետ է կապված։ Մենք մի քանի հաղորդումներ շարունակ խոսում ենք այս պետության մասին, խոսում ենք Թրամփի մտադրությունների մասին ամեն գնով հարվածելու Վենեսուելային։ Խոսում ենք Վենեսուելայի կառավարության եւ ղեկավարության կողմից այն կոչին, որն ուղղված էր իր դաշնակից երկրներին, առաջին հերթին Չինաստանին, Ռուսաստանի Դաշնությանը եւ Իրանին ռազմական օգնության խնդրանքով։ Նշել ենք, որ ռուսական առաջին ինքնաթիռն արդեն վայրեջք է կատարել Կարակասում եւ հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայված այսօր
Վենեսուելայի ողջ տարածքում, հատկապես Կարակասի շրջանում։ Եվ ահա իրանական լրատվամիջոցներ են հայտնում, որ Իրանը ըստ էության պատրաստ է շարունակել Ռուսաստանի գործը եւ հրթիռներ մատակարարել Վենեսուելան։ Խոսքը իհարկե առաջին հերթին բալիստիկ հրթիռների մասին է, որոնք ոչ միայն հականավատորմային են, այլև առհասարակ տարբեր նշանակության են։ Սա լուրջ փոփոխություն է բերելու տարածաշրջանում, ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև ողջ Ամերիկա աշխարհամասում։ Սա նշանակում է, որ Թրամփը իր քթի տակ ստանում է պետություն, որը զինված է գերժամանակակից բալիստիկ հրթիռներով, որոնք իրենց արդյունավետությունը արդեն ապացուցել են եւ Իրано-իսրայելական պատերազմում եւ Ռուսաստանի-Ուկրաինա ռազմական գործողությունների ժամանակ, հետեւաբար անցել են բավականին լուրջ դաշտային փորձարկումներ եւ այս ամենով հանդերձ նաեւ լուրջ մասնագետներ են պատրաստվել, որոնք կարող են առանց խնդրի կառավարել այդ հրթիռները։ Վենեսուելան դառնում է Միացյալ Նահանգների համար լրջագույն սպառնալիք, բայց ի տարբերություն այլ պետությունների, որոնց հետ կապված Միացյալ Նահանգները անընդհատ խոսում է սպառնալիքների մասին, շատ լավ իմանալով, որ այդ երկրները Միացյալ Նահանգներին սպառնալ չեն կարող, Թրամփը իր քաղաքականությամբ հանգեցրեց նրան, որ Վենեսուելան վերածվում է գերժամանակակից զենքով զինված պետության, ավելին, ոչ միայն ինքն է գնում այդ զենքը, այլև ստանում է այդ զենքը դաշնակիցների այսպես ուղիով եւ դաշնակցային պարտավորությունների շրջանակներում։ Նշանակում է նավթի նկատմամբ սահմանված էմբարգոն, որով հույս ունեին զրկել Վենեսուելային ֆինանսական միջոցներից եւ նպաստել, որպեսզի վերջինս չկարողանա վերազինել իր բանակը, կարծես թե չեն աշխատում։ Իսկ նորից կրկնեմ, Թրամփը իր այս քաղաքականության շնորհիվ իդեմս Վենեսուելայի ստանում է լրջագույն մրցակից եւ լրջագույն ուրեմն թշնամի նաեւ Լատինական Ամերիկայում, բայց ի տարբերություն լատինամերիկյան մյուս պետությունների Վենեսուելան աչքի է ընկնելու նրանով, որ ունի գերժամանակակից սպառազինություն եւ ավելին ունի լուրջ վճռականություն եւ տրամադրվածություն օգտագործել եւ կիրառել այդ սպառազինությունը սեփական պետության սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այս ուղղությամբ եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Գազան առանց պաղեստինցիների ծրագիրը կարծես թե մտնում է իր վերջնական եւ եզրափակիչ փուլ։ Ըստ արաբական աղբյուրների Միացյալ Նահանգները որոշում է կայացրել $500 միլիոն տրամադրել Գազայում ռազմական բազա ստեղծելու համար, որը ի վիճակի պետք է լինի ապահովել 10,000 ամերիկացի զինվորների ներկայությունը, նրանց սպասարկող անձնակազմ, ինչպես նաև ռազմական տեխնիկան։ Սա հսկայական բազայի մասին է խոսում։ Նշանակում է, որ Թրամփի վարած քաղաքականությունը Գազայում նոր Ռիվիերա կառուցելու համար կարծես մտնում է եզրափակիչ փուլ։ Իհարկե պաշտոնական բացատրությունը այս բազայի ստեղծման նա է, որ իբր այս բազան պետք է հսկի հրադադարի ռեժիմի խախտումը եւ այնպես անի, որ ռազմական գործողությունները չսկսվեն Իսրայելի եւ Համասի միջև, բայց մենք տեսել ենք, որ ոչ մի ռազմաբազա, առավել ևս ամերիկյան ռազմաբազա Մերձավոր Արևելքում չի կարող ապահովագրել տվյալ երկրին, որի տարածքում տեղակայված է այդ բազան, իսրայելական հարձակումներից կամ առհասարակ հարձակումներից։ Հիշում ենք Քաթարում տեղակայված Էլ-Ուդեյդ ամերիկյան բազայի մասին, որը բնավ չխանգարեց Իսրայելին հարվածներ հասցնել Քաթարի մայրաքաղաք Դոհային։ Նշանակում է, բազան ոչ թե հսկելու է կրակի դադարեցման այդ հրահանգը եւ զինադադարը, այլ բոլորովին այլ նպատակներ է հետապնդում եւ աշխարհաքաղաքական եւ տնտեսական։ Տնտեսականի մասին արդեն ասեցի, նոր Ռիվիերա իր հնարավորություններով եւ ֆինանսական բավականին մեծ հոսքերով, որոնք ապահովելու են Միացյալ Նահանգների բյուջեն լրացուցիչ եկամուտներով։ Իսկ աշխարհաքաղաքական ակնհայտ է, որ թիրախավորված է լինելու Իրանը։ Մերձավոր Արևելքում նոր ռազմական բազա է ստեղծում, որ ավելի մոտ է Իրանի սահմաններին, ավելին հնարավորություն է տալու տարածաշրջանը եւս լրջագույն հսկողության տակ պահել, թիրախավորելով եւ Լիբանանի հարավում տեղակայված Հեզբոլային, եւ Իրաքի շիա աշխարհազորայիններին, եւ նաեւ ըստ էության Եմենի ուղղությամբ են բավականին ակտիվ այս բազայի հրթիռներն աշխատելու։ Տարածաշրջանը փոխվում է, տարածաշրջանը լրջագույն սպառնալիքի տակ է հայտնվում այս բազայի ստեղծմամբ եւ սա չի կարող չմտահոգել նաեւ մեզ, քանզի մեր հարևան տարածաշրջանն է եւ մեր երկրից մի քանի 100 կիլոմետր ուղիղ գծով հեռավորության վրա է ընդամենը գտնվում։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։